Որքանով հասկացա, այս լուսանկարների հեղինակը դուք եք, փոքրիկ պատմություններ կարող եք ներկայացնել։ Հայերեն մի քիչ Ոչինչ, թեկուզ հայերեն չլինի։ Ինչ ասեմ։ Նկարները վերջի 10-12 տարվա նկարած նկարները հայ համայնքի ինչ միջոցառումներ էր, տարբեր միջոցառումներից նկարներ է հանած։ Իսկ բոլոր նկարների հետ կապված պատմությունները անգիր հիշում եք։ Կան նկարներ, որոնք որ մոռացել եք։ Հիշում եմ, որտեղ եմ նկարել, թե հիշում եմ այդ ամենավերջին լուսանկարները, որ միջոցառումների հետ է կապված եղել։ Վերջի նկարները Հանրապետության նախագահան, որ այցելել էր։ Դա այսօր Գևորգի բացումն էր։ Սուրբ Գևորգը վերանորոգումից հետո բացում էր Սուրբ Գևորգի։ Այս նկարները։ Հիմա այստեղ կան լուսանկարներ, որոնք նույնպես ձեր լուսանկարներն են։ Այ, սա, ասենք։ Թաթերական ներկայացմամբ։ Վարդատոնն է։ Հա։ Վարդատոնն նկարը, Վարդատոնը։ Թբիլիսիում։ Թիվլիս ամեն տարի մայիսի վերջի կիրակին Վարդատոն ալիում Սայաթնովայի օրն է հաշվում։ Սայաթնովա։ Հիմա սա այն սա այդ օրն է։ Հա, այդ օրն է նկարած հայկական բարի անսամբլ է։ Սուլտանա Երիցյանի։ Որ խնդրեմ կներկայանաք։ Դժվար է։ Չէ, դուք ներկայանաք, ձեզ ներկայացեք։ Յուրի Ակուլյան։ Ես ինժեներ եմ, էլեկտրոնիկա ինժեներ եմ, ֆոտոն ոնց որ հոբի լինի, բայց երևի ավելի շատ դրանով եմ զբաղվում։ Ասեմ նույնիսկ որպես իր քույր, որ իր հայրը երաժշտադի լուսանկարիչ, Վանաձորում։ Իր մոտ ժառանգաբար դա անցել է։ Որասը պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ձեր բոլորին ողջունել այստեղ այս գեղեցիկ միջոցառմանը եւ հատկապես ուզում եմ իմ ողջույնները ուղղել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մալխաս Մալաշային, որը այսօր այստեղ ներկա է գտնվում եւ ներկայացնում է մեր հարևան, բարեկամ, հարազատ երկիրը։ Ես առաջարկում եմ ծափերով ողջունել մեր գործընկերոջը։ Ընդհանրապես օրեր առաջ, երբ ես այցելեցի Վրաստանի դեսպանություն, ստեսյուն ասելու եւ բարի ճանապարհ մաղթելու իմ գործընկերոջը, նախկին գործընկերոջը Թենգիզ Շարմանաշվիլուն եւ ընկերոջը ոչ նախկին, որտեղ նախկին ընկեր երևի թե չի լինում, մենք տարբեր թեմաներով զրույցի բռնվեցինք, տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակեցինք եւ բնականաբար մենք չենք կարող երևի այսպես ավելի լավ է, թե չէ։ Ավելի լավ է։ Ես այդ խշշոցն էլ անջատեք, ես ավելի լավ խոսեմ։ Եվ բնականաբար, քանի որ երկու նախկին դեսպան էին խոսում, արդեն Թենգիզը հիմա այլևս դեսպան չի, նա մեկնել է օրեր առաջ, արդեն երկու նախկին դեսպան, մարդիկ, որոնք տիրապետում են հայ-վրացական հարաբերությունների, ժամանակակից հարաբերությունների ուղղությանը, եւ ընդհանրապես նույնիսկ եթե նրանք պաշտոնյա չլինեին եւ դիվանագետներ չլինեին, այլ ընդհանրապես լինեին մի հայ եւ վրացի, բնականաբար չէին կարող իրենց զրույցի ընթացքում չանդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների թեմաներին, մեր խնդիրներին եւ բնականաբար մենք այդ խոսակցության ընթացքում փորձեցինք գնահատել այսօրվա իրավիճակը, փորձեցինք հասկանալ էությունը այդ հարաբերությունների, որովհետեւ հասկանանք թե ինչ կարելի անել, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները մեր երկու ժողովուրդների բարեկամությունը ավելի ամուր հիմքերի վրա լինի։ Եվ այս զրույցի ընթացքում մենք երկուս էլ հիշեցինք մի տեսաձայնագրություն, որը արվել է տարիներ առաջ, երբ մեր տաղանդավոր դերասան Ֆրունզե Մկրտչյանը դեռևս ողջ էր,
Եվ այս տեսաձայնագրությունը արել է Թբիլիսահայ լուսանկարիչ Խաչատուր Վարդանյանը, եւս թեմատիկային ենք մոտենում, որտեղ ֆոտո լուսանկարիչ է Խաչատուր Վարդանյանը, եւ Ֆրունզեի հետ հարցազրույց է վարում տարբեր թեմաներով, այդ թվում նաեւ հայ-վրացական հարաբերությունների թեմայով, եւ ընդհանրապես ես ուզում եմ ցիտել Ֆրունզիկ Մկրտչյանի մի արտահայտություն, որի վերաբերյալ այս վերջերս նաեւ իմ փողերը կիսվել է սոցիալական ցանցերից մեկում։ Ֆրունզիկի խոսքերը հետևյալն էին բառացի։ Ասում է, когда речь идет о армяно-грузинских отношениях, то слово «дружба» для меня неприемлемо. Я, говорит, больше здесь представляю слово «братья». Говорит, мы братья, мы чокнутые братья. Եվ այս խոսքի վրա նա հուզվում է եւ դադարեցնում հարցազրույցը եւ խնդրում է լրագրողին դադարեցնել, որտեղ ասում են հուզվեց իրականում։ Եվ երևի թե Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքերին ավելացնել որևէ բան չես կարող։ Այնքան բնորոշ, այնքան տիպիկ է ասված։ Մեր հարաբերությունները մեր երկու ժողովուրդների, մեր ազգերի համատեղ կյանքը ճակատագիրը գնում է դեպի տարերի խորը։ Մենք մոտավորապես 2000 տարվա պատմություն ունենք մեր համատեղ կյանքի եւ համատեղ կենցաղի։ Մեր կյանքի տարբեր ոլորտները եւ մեր մշակույթը, մեր մշակույթները այնքան են փոխ հագեցրած, այնքան են փոխ ներծծված, այնքան են ներազդված մեկը մյուսից, որ թերևս դժվար է գտնել երկու այլ ժողովուրդներ, որոնք այսքան կապված կլինեն իրար ընդհանուր արմատներով, ընդհանուր մշակույթով, ընդհանուր գաղափարներով։ Ես այստեղ չեմ կարող շրջանցել մի կարևոր հանգամանք, մի կարևոր երևույթ, որը բնորոշ է վրաց իրականությանը եւ հատկապես թբիլիսյան իրականությանը, դա բազմամշակութայնությունն է։ Այն երևույթը, որը ցավոք սրտի մեր Հայաստանը կամ մեր Երևանը չունի այնքան հարուստ, որքան ունի Վրաստանը եւ որքան ունի Թիֆլիսը։ Քաղաք, որտեղ տարեր շարունակ ողքոքի ապրել են տարբեր ազգեր, տարբեր մշակույթներ, նրանք փոխադարձ հարստացրել են միմյանց եւ ստեղծել են մի նոր երևույթ, այսօրվա ժամանակակից վրաց մշակույթը, որի մասնիկն է նաեւ կարևոր մասնիկն է նաեւ հայկական մշակույթը։ Եվ ես կարծում եմ, որ թե վրաց իշխանությունները, թե հասարակությունը այս հարստությունը պետք է գուրգուրեն, որովհետև դա որքան մեր հայությանն է պետք, որը ապրում է այնտեղ Վրաստանում եւ Թիֆլիսում, այնքան էլ պետք է վրաց հասարակությանը եւ վրաց պետությանը, որովհետև դա այնուամենայնիվ իրենց հարստությունն է վերջին հաշվով։ Ցավոք սրտի ժամանակը իր գործը անում է տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ այստեղ եւ հայկական ներկայությունը, հայկական մշակույթի ներկայությունը Վրաստանում կամաց փոքրացնում է իր ծավալները։ Ես պարզապես մի վիճակագրություն այսօր ուսումնասիրեցի 1970 թվականին մարդահամարի պաշտոնական մարդահամարի տվյալներով 455,000 մոտարապես հայ արձանագրված եղել Վրաստանում։ 2002 թվականի մարդահամարում մենք արդեն արձանագրել ենք, այսինքն վրացական իշխանությունը արդեն արձանագրել է 250,000 հայ։ Ես ունենալով որոշակի ինֆորմացիա եւ իրավիճակին տիրապետելով կարծում եմ, որ 2002-ից մինչև օրս այս թիվը եւս նվազած կլինի որոշակի պատճառներով եւ սա թեև բոլորս հասկանում ենք, որ իր մեջ ունի նաեւ բնական որոշակի հիմնավորում, բայց այնուամենայնիվ սա ցավալի է մեր բոլորի համար եւ կարծում եմ, որ վրաց հասարակությունը եւս պիտի ցավա սրա համար։ Մեր ներկայությունը Վրաստանում վրաց հասարակությունը վրաց իրականության մեջ երկար պատմություն ունի, բազմադարյան է եւ այդ հետքը հատկապես Թիֆլիս քաղաքին է վերաբերում եւ Թիֆլիս քաղաքին է բնորոշ։ 13-րդ դարում հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն իր աշխարհի հրաշքների գրքում գրում է մի այսպիսի արտահայտություն, որ այդ հողում իր կատունի վրացական հողը ես հանդիպեցի մի զարմանահրաշ քաղաք, որի անունը Թիֆլիս էր։ Այդտեղ կողք կողքի ապրում էին հայերը եւ վրացիները։
Կային նաև մահմեդականներ եւ հրեաներ, որոնց թիվը շատ փոքր էր։ Դա բառացի մեջ բերում է Մարկո Պոլոյի այդ արտահայտությունից։ Այսինքն 13-րդ դարում դեռևս Թիֆլիս քաղաքը բնորոշվել է որպես վրացիների եւ հայերի համատեղ կենսագործունեության վայր, համատեղ կենսագործունեության կենտրոն։ Սա ոչ միայն հայերս գիտենք եւ հայերս ենք հասկանում, այլ նաեւ վստահ եմ, որ վրաց ինտելիգենցիան եւս սրա մասին ունի շատ հրաշալի պատկերացում եւ adekvat մոտեցում, որովհետեւ թերևս վրացական մշակույթի, վրացական պատմության մասին քիչ թե շատ տեղեկացված որևէ մեկը, որևէ վրացի չի կարող իր մեջ, իր հոգու խորքում չպատկերացնել եւ չգնահատել, թե ինչ դերակատարություն են ունեցել հայազգի այնպիսի անհատներ, այնպիսի կերպարներ վրաց պատմության վրա, չեմ ասում զուտ մշակույթի կամ որևէ այլ ոլորտի, այլ ընդհանրապես վրաց պատմության վրա, ինչպիսիք են Սուրբ Շուշանիկը, որը յուրաքանչյուր վրացու համար ոչ պակաս սուրբ է, քան մնացած բոլոր սերտերը, կամ չգիտեն թե ով է Սայաթնովան, մեր հռչակավոր Սայաթնովան, որը հավասարապես 4 լեզուներով, այդ թվում նաև վրացերեն ստեղծագործել է, կամ չեն պատկերացնում կամ չեն ընկալում, թե ինչպիսի ժառանգություն է ստեղծել Թբիլիսիում մեծանուն տաղանդավոր Սերգեյ Փարաջանովը։ Չեմ ասում նույնիսկ այն բաների մասին, որոնք այն անհատների մասին, որոնք լինելով վրացի, իրենց եւ ծնունդով, եւ ծննդականով, եւ իրենց էությամբ, իրենց արյան մեջ կամ իրենց գեներում որոշակի առումով կրում են նաեւ հայկական հետք։ Վերցնենք ժամանակակից նորագույն պատմությունը Վրաստանի, ասենք ոչ մի ակտիվ քաղաքականապես գրագետ եւ հասուն վրացու համար գաղտնիք չէ, թե ինչպիսի կարևոր հետք է թողել ժամանակակից վրացական քաղաքականության համար այնպիսի խարիզմատիկ եւ ուժեղ գործիչ, ինչպիսին է եղել Զուրաբ Ժվանյան։ Մարդիկ հայեր, որոնք ծնվել են, ապրել են եւ ստեղծագործել են Վրաստանում եւ մեծ ժառանգություն են թողել հայ ժողովրդի համար, հայ մշակույթի գրականության համար, բազմաթիվ են։ Նույնիսկ այս երեկոն չի հերիքի, որպեսզի մենք կարողանանք թվարկել դեռևս դարեր առաջ, ինչեւ օրերս մեր անճարեղ, տաղանդավոր եւ երևելի անհատների։ Բայց ես ուզում եմ պատմությունից մի փոքր կտրվենք, վերադառնանք մեր օրերը, որովհետեւ այսօրվա մեր այս ցուցահանդեսը, ֆոտոցուցահանդեսը վերաբերվում է ավելի շատ ժամանակակից իրականությանը, մեր ժամանակակիցներին եւ ուզում եմ մի երկու բառ ասել ժամանակակից մտավորականության մասին, հայ մտավորականության, որ այսօր ապրում եւ արարում է Վրաստանում եւ մասնավորապես Թբիլիսի քաղաքում։ Մենք այսօր եւս թեև թվականակը հայերի էականորեն նվազել է Վրաստանում, բայց այսօր եւս մենք ունենք երևելի անհատներ, ինչպես մշակույթի, այնպես էլ գիտության, հերականության, ինչպես է նաև քաղաքական, պաշտոնեական էլիտայի շրջանակներում, եւ այսօրվա այս ամբողջ մեր վրացահայ էլիտան, ես չեմ վախենա ասելու, որը կարող է մարմնավորել մի կարևոր եւ երևելի անհատի, որի լուսանկարը այսօր դուք այստեղ կտեսնեք, Գիվի Շահնազարի գլխավորությամբ այսօր ստեղծում է, կերտում է եւ ձևավորում է հայի կերպը եւ հայի կերպարը Վրաստանում։ Հայկական հետքը Վրաստանում, վրաց մշակույթում անգնահատելի է, բայց միևնույն ժամանակ սա ընկալելով հասկանալով, թե վրաց հասարակությունը, վրաց մտավորականները, թե մենք